Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլ հասնում է հոգեբանական ամենածանր մակարդակին։ Այստեղ արդեն պայքարը միայն մարդկանց միջև չէ, այլ նաև վախի, մեղքի և պարտադրված որոշումների մասին է։ Լալան, ով երկար ժամանակ ներկայացվում էր որպես Նարեի փրկության միակ հույսը, այժմ հայտնվում է բարդ իրավիճակում։ Նա փորձում է օգնել Նարեին, բայց իր ընտրած ճանապարհը շատ վտանգավոր է։ Լալան, հասկանալով Արմոյի բնույթը և նրա հնարավոր քայլերը, սկսում է մտածել ոչ թե իդեալական լուծման, այլ ամենաքիչ վնաս հասցնող տարբերակի մասին։ Նա գալիս է այն եզրակացության, որ գուցե Նարեի համար ժամանակավոր համաձայնությունն ավելի անվտանգ է, քան բացահայտ հակամարտությունը։ Լալան վախենում է, որ եթե Նարեն չհամաձայնի ամուսնությանը, Արմոն կարող է անցնել ավելի կտրուկ քայլերի։ Նրա համար սա արդեն պարզապես սպառնալիք չէ, այլ իրական վտանգ։ Լալան մտածում է ամենասարսափելի սցենարով, որ Նարեի երեխան կարող է վտանգի տակ հայտնվել, և հենց այս վախն է ստիպում նրան խորհուրդ տալ մի քայլ, որը հակասում է իր սկզբունքներին։ Նա փորձում է պաշտպանել Նարեին, բայց միևնույն ժամանակ նրան մղում է մի ճանապարհի, որը կարող է կործանել նրա կյանքը։ Բայց ամեն ինչ ավելի է բարդանում, երբ տեղի է ունենում անսպասելի շրջադարձ։ Նարեն հեռախոսով խոսում է Լալայի հետ և պատմում, որ արել է այնպես, ինչպես ասել էր։ Այդ խոսակցությունը, որը պետք է գաղտնի մնար, լսում է հենց Անիկը։ Սա դառնում է նոր պայթյունի սկիզբ։ Անիկի արձագանքը կարող է լինել շատ բարդ և բազմաշերտ, մինչ այս նա կարծես ավելի մեղմ էր Սաքոյից, բայց հիմա նա կանգնած է մի փաստի առաջ, իր դուստրը գաղտնի որոշումներ է կայացնում, և այդ որոշումները կապված են Լալայի հետ, ում նա միշտ զգուշությամբ է վերաբերվել։ Անիկը կարող է դա ընկալել որպես դավաճանություն։ Նա կարող է մտածել, որ Լալան կրկին փորձում է խառնվել իրենց ընտանիքի գործերին և ավելի մեծ քաոս ստեղծել։ Եվ հենց այստեղից կարող է սկսվել նոր բախում, այս անգամ ոչ միայն Սաքոյի, այլ նաև Անիկի կողմից։ Բայց կա նաև մեկ այլ կարևոր զարգացում։ Անիկը, լսելով խոսակցության մի մասը, կարող է սկսել կասկածել, որ իրավիճակն այնքան էլ պարզ չէ, որքան իրեն ներկայացնում են։ Այս պահը շատ կարևոր է, որովհետև Անիկը կարող է դառնալ կամ Նարեի դեմ նոր ճնշման աղբյուր, կամ անսպասելի դաշնակից։ Նարեն այս ամենի կենտրոնում է, ավելի մենակ է, քան երբևէ։ Նա ստիպված է խաղալ մի խաղ, որտեղ յուրաքանչյուր քայլը վտանգավոր է։ Մի կողմից նա փորձում է պաշտպանել իր երեխային, մյուս կողմից ստիպված է ընդունել որոշումներ, որոնք հակասում են իր սրտին։ Այս ընթացքում Արմոն շարունակում է իր սառնասիրտ խաղը։ Նրա համար այս ամենը վերահսկողության հարց է։ Եթե Նարեն համաձայնում է, նա հաղթում է, եթե ոչ, նա պատրաստ է ստիպել ու իր ուզածին հասնել։ Սերիալը հիմա կառուցված է մի քանի պայթյունավտանգ հանգույցների վրա՝ Լալայի վտանգավոր որոշումը, Նարեի հարկադրական քայլերը, Անիկի անսպասելի տեղեկացվածությունը և Արմոյի մշտական ճնշումը։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ ուժեղ տեսարաններ, ընտանեկան բացահայտումներ, կտրուկ հակադրություններ, և հնարավոր է այն պահը, երբ Նարեն այլևս չի կարողանա ձևացնել, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ է, և ամենամեծ հարցը հիմա սա է. Լալայի այս պաշտպանական որոշումը կփրկի Նարեին, թե կդառնա նրա ամենամեծ սխալը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչ է սպասվում Նարեին, և արդյոք մոտ ժամանակներում Հայկը վերադառնալու է ու Նարեի կողքին է լինելու, թե Արմոն հաղթելու է։ Ամեն դեպքում Արմոն իր ձեռքին ունի խաղաքարտեր, որոնք կարող է ցանկացած պահի օգտագործել հենց Նարեի հոր դեմ, բայց ժամանակը դեռ չի շտապեցնում։ Արմոնը ամեն կերպ ցանկանում է Նարեին իր կողքին պահել, քանի որ, ինչպես ինքն է ասում, դա հիվանդագին ցանկություն է և ոչ թե սեր։ Նա ուղղակի ցանկանում է, որ Նարեն Հայկի կողքին չլինի, բայց բոլորն էլ հասկանում են, որ Նարեին շատ լավ օրեր չեն սպասվում Արմոյի կողքին։ Ինչի է ուզում Արմոն այս ամենով հասնել, և ինչ կտա Նարեին իր կողքին պահելը, ցույց կտա ժամանակը։
Հեռուստասերիալում, ինչպես արդեն նշեցինք, լարվածությունը հասնում է գագաթնակետին ու հավանաբար Լալան Վռամի ու Նարեի միջոցով փորձում է վրեժ լուծել իր եղբորից Սաքոյից, քանի որ նա չի կարողանում ապրել իր ցավի հետ, չէ որ Լալայից հեռու է ապրում իր երեխան ու նրան ոչինչ այս պահին չի կարող սփոփել ու կանգնեցնել։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում են, որ Լալան փորձում է ոչ թե օգնել Նարեին, այլ Նարեի միջոցով ցավեցնել Սաքոյին։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպես կդասավորվի իրադարձությունները, բայց ամենահետաքրքիր ու լարված սերիաները դեռ առջևում են, մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է լինելու հետագա սերիաներում։ Նշենք, որ հետագա վերջին սերիաները լինելու են ամենալարված ու դիտարժան սերիաները։